Միջազգային գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ խորհրդարանը կրկին հանդես եկավ հերթական նախաձեռնությամբ, մեկնարկեց երկօրյա աշխատաժողով, ուղղված պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացում քաղաքասարակության ներգրավմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան երկրորդ ծրագիր, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հանրային ֆինանսների կառավարման ծրագիր եւ իհարկե Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է նոր մշակույթ՝ հանրային ֆինանսների կառավարում։ Աշխատաժողովի առանցքում էր նաև սոցիալական պաշտպանության ոլորտը։ Ընտրել ենք հենց սոցիալական պաշտպանության ոլորտը այն նկատառումով, որ ամենաշատն են առնչվում շահառուների հետ եւ այստեղ շատ են պետության կողմից պատվիրակված լիազորությունները։ Աշխատաժողովի գլխավոր նպատակն է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ քաղաքասարակության միջև հաստատել համագործակցություն ու առավել ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը բյուջետային գործընթացներում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան երկրորդ ծրագրի համակարգողը փաստում է, որ սա եւս մեկ միջոց է խորհրդարան եւ հասարակություն կապն առավել սերտացնելու տեսանկյունից, ու քանի որ բյուջեն հաստատվում է հենց ազգային ժողովի կողմից, ապա այն պետք է լինի մասնակցային։ Կարևոր նաև կետերից է, որպեսզի բյուջեն լինի կենտերասկայուն եւ նաև մեր կայուն զարգացման նպատակներին հղված, որտեղ մենք պետք է նաև իրեն դարձնենք հասանելի բոլորի համար։ Կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է ներգրավել քաղաքասարակությանը բյուջեի կազմման գործընթացներում, քանի որ առանցքում 2025-ի պետբյուջեի հարցերն են։ Առաջիկայում ազգային ժողովում կմեկնարկեն 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, նշում է Հերիկ Տիգրանյանն ու մանրամասնում քաղաքասարակության ներգրավման ձևաչափը։ Բյուջետային տարվա առաջի եռամսյակից նրանք կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մինչեւ այն պահը, երբ դեռ ազգային ժողովում այդ նախագիծը չի դարձել օրենք։ Հետևաբար սկզբնական շրջանում համապատասխան գործադիր իշխանության մարմիններին, իսկ երբ որ նախագիծը բյուջեի գալիս է ազգային ժողով, կարող են համապատասխան հանձնաժողովի ներկայացնել տվյալ ոլորտի վերաբերյալ բյուջեի իրենց առաջարկները։ 2025-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի մասով Տիգրանյանի ղեկավարած հանձնաժողովն արդեն ստացել է առաջարկներ։ Առաջարկները վերաբերում են խնամքի, ծառայությունների, մատուցման տարբեր խմբերի։ Աշխատաժողովին ներկայացվեցին տեսակետներ մասնակցային բյուջետավորման սկզբունքների վերաբերյալ ու անդրադարձ կատարվեցին բյուջեի նախագիծը վերլուծելու եւ առաջարկներ ձևավորելու պրակտիկ մեթոդներին։ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետն էլ ներկայացրեց բյուջեի կազմման սկզբունքներն ու այդ գործում ազգային ժողովի դերը։